Ես այդ է First Armenian podcast-ը Samson և Ջինը Այսօր մենք մեր բուտքում հյուր ենք ալել ենք ևս մեկ հյուր երկրորդ հյուրը թվով Արթուր Սոլախյան Բարև Արթուր Հեյ Լավ հասար առավոտ շուտ գնացքում մարդ չկար գիրք կարդացի Candy Crush սագա խաղացի Արթուրի հետ ծանոթացել եմ դապես մի 3-4 տարի առաջ իրենք նստած փաբում, դրո փաբում ֆուտբոլ էին նայում Հայաստանի հավաքականներ ինչ-որ ուրիշ երկրի հետ էր խաղում ես էլ ուշացած միացա իրանց ու մեր ընդհանուր ընկերները ծանոթացրեցին մեզ Սա խեչ կրեցին մերոնք Չէ Երևի չէ գրվել էինք ու ես հիշում եմ որ դրոյի ամբողջ ժողովուրդը սենց վրթովված բան հա всё գնացինք տներով Ահա Ես Արթուրի հետ ծանոթացել եմ այս տարի, մոտավորապես սեպտեմբերին։ Սամսն է մեզ ծանոթացրել։ Արթուրը եկել էր Գյումրի, իրան ճանապարհեցինք Վանաձոր։ Հաջորդ օրը մենք էլ ճամփա անկանք ու գնացինք Վանաձոր հիչայքով։ Այնտեղ վիսկի բան, ինչ-որ վիսկի party էինք անում, ինչ-որ գիտար session-ներ, ինչ-որ բաներ։ Այդ լարը փոկվեց հայ։ Այդ Վանաձորից վիդեո կա, ին YouTube ալիքում կարող նայել։ Այսօր մենք մեր բուտկայում հյուրընկալել ենք Արթուրին։ Նստած ամառետո ենք խմում ու բանան ենք ուտում, շատ հաճելի միջավայր է ստեղծվել ու երևի թե Արթուրը լիքը հետաքրքիր բաներ կպատմի, ինֆորմատիվ ոդքասթ ենք պատրաստում ձայնագրել մեր բոլոր լսողների համար։ Այո, ինֆորմատիվ երաժշտության առումով, որովհետև Արթուրը շատ լավ ինֆորմացված, տեղեկացված եւ լավ գիտելիքներ ունի, մասնավորապես Manchester-ան Music Scene մասին, մեզ այսօր կպատմի։ Ոչ միայն Մանչեսթերին, բայց հիմնականում հենց այդ ուղղությունն էր, որ ինձ ոգևորեց ընդհանրապես այն ժամանակ խումբ ունենալ, հետո ավելի շատ հետաքրքրվել հենց ինչ որ լոկալ երաժշտական երևույթների մեջ, հա, այսինքն քաղաքների ֆենոմենների մասին, ավելի շատ բաներ սկսեցի եղել, սկսելով Մանչեսթերից։ Մանչեսթերը փաստորեն հիմնականն է եղել։ 15-16 տարեկանում որոշեցի, որ ես ուզում եմ խումբ ունենալ, ուզում եմ ինչ-որ բաներ անել այդ ուղղությամբ, բայց չունեի ինչ-որ մի աղբյուր, որ ինձ կտար տեղեկություն, թե ինչպես է ընդհանրապես արվում ձայնագրությունը, խումբ հավաքելը, փորձերը։ Ես լսում եմ այդ ժամանակ տարբեր ոճի, տարբեր ձևի երաժշտություն, բայց մի անգամ ես միամիտ համակարգչիս մեջ գտա The Smiths, որոնք որ հենց Մանչեսթերյան ալիքի ամենավառ ներկայացուցիչներից են, սկսեցի փնտրել ինչ-որ տեղեկություն հենց խմբի մասին, թե իրանք որտեղից են, իրանք ինչ են նվագում, ինչ պատմություն ունեն եւ այլն։ Իմացա, որ իրանք Մանչեսթերից էին ու պատկանում էին հենց այդ 70-ականների վերջ 80-ականների սկիզբ կեսերին Անգլիայում, ոչ միայն Անգլիայում տարածում ստացած Manchester եզրը ծնվեց հենց Մանչեսթերում, այն ժամանակ, երբ որ Անգլիայում, Եվրոպայում զգացին, որ հենց այդ քաղաքում շատ խմբեր կան, որոնք տաղանդավոր են, նոր բան են ստեղծում, նոր շունչ են տալիս երիտասարդներին ու հենց Manchester-ի զարգացմանը նպաստեց մի երևույթ, որը որ Factory Records-ն էր, Tony Wilson-ի, սեփական ուժերով կառուցված մի բան էր դա, եւ Tony Wilson-ը փնտրում էր հենց Մանչեսթերում ինչ-որ խմբեր տաղանդավոր, որոնց որ ինքը կկարողանար առաջ տանել։ Առաջին խմբերից եղել է Joy Division-ը, որից եւ սկսվեց այդ Manchester ալիքը, հետո արդեն հայտնվեցին The Smiths, Happy Mondays-ը, Primal Scream-ը, արդեն 90-ականներին հետո աշխարհը տրաքացրեց Oasis-ը, որոնք որ նույնպես Մանչեսթերից են։ Հենց այդ իրենց անկախ մտածելակերպը, ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չլինելը, մեծ ազդեցություններ թողել այն ժամանակ մի քիչ սառած, հոգնած, ճնշված Անգլիայի երիտասարդության վրա, որոնք որ գործազուրկ էին, որոնք որ մտածում էին, որ ապագա չունեին, եւ իրենք տեսնում էին, որ հասարակ մարդ աշխատում է կանցելարիայում, օրինակ, կամ ինչ-որ գործարանում, կարող է երեկոյան գնալ ինչ-որ մի փոքր ակումբ, համերգ տալ, իրեն այնտեղ կտեսնեն եւ կուզեն իրեն առաջ տանել, դա շատ մեծ բան էր այդ ժամանակ երիտասարդների համար։ Նոր հորիզոններ էր բացում հնարավորությունների առումով։ Այո, իհարկե հետո դա մի քիչ դարձավ կախված գումարից, ինչ որ տեղերից, ինչ որ մարդկանցից, քանի որ այդ երաժշտական ինդուստրիան ինքը ամեն դեպքում խորացված է այդ ամեն ինչի մեջ, փողի մեջ, կներեկարտադրության համար ռազմորկաների մեջ եւ այլն, մանավանդ 80-ականների վերջին 90-ականներին, երբ որ բացվեց Hacienda-ն, Մանչեսթերի ամենա մեծ ու գժոտ ակումբներից մեկը,
որտեղ ծնվեց նաև rave-ը, որտեղ ծնվեցին այդ acid party-ները Անգլիայում, հենց այդտեղ են այդ ամեն ինչը ստեղծել։ Ցավոք սրտի հասիենդան էլ չկա, ազդեցությունը, որը այն ժամանակ իրենք տվել են մարդկանց, շատ ահռելի մեծ էր։ Այսինքն ամեն դեպքում մշակույթի փոփոխություն է եղել։ Այո, ես չեմ ասում, որ միայն Մանչեսթերում էր դա, որովհետև ուրիշ քաղաքներից էլ Դե որտեվ 70-ականներից առաջ Լիվերպուլ կար, Beatles կար, այո, որ Քրիստոսից ավելի հանրաճանաչ էին։ այո, 70-ականների կեսերին, 80-ականների սկիզբ երաժշտական ինդուստրիան ընդհանրապես Անգլիայում իրավիճակը քաղաքական եւ այլն շատ դժվար էր ու մարդիկ սկում էին, կոպիտ ասած, իրենք գործ չունեին, իրենք մտածում էին, որ վերջ մենք էլ ոչ մի բան չունենք եւ երաժշտությունը, ակումբները եւ այլն իրենք էլ էին անկում ապրել։ Այսինքն Beatles-ի շրջանը, Beatles, Led Zeppelin, Pink Floyd, որոնք որ եղել են ավելի շատ, այո, 60-ականներ, 70-ականների միջև կեսերը, իրենց ազդեցությունը ոնց որ պիկից իջավ, բայց ոչ մի նոր բան չկար իրանցից հետո։ Իրականում այդ խմբերը 80-ականներին, որոնք որ դուրս էին եկել համաշխարհային ասպարեզ, իրենք անում էին նոր բաներ, իրենք անում էին յուրահատուկ բաներ, մարդկանց տրամադրում էին ինչ-որ նոր զգացմունքներ, նոր տրամադրություն, իրենք զուգահեռ էին գնում 60-ականների, 70-ականների այն խմբերի հետ, չէին խաչվում, օրինակ Floyd-ը, Zeppelin-ը, Beatles-ը ինչ-որ մակարդակ ստեղծեցին եւ զարգացումը մի պահ կանգնեց եւ մարդկանց նոր շունչ էր պետք, նոր ինչ-որ բան էր պետք, դրա համար իրենց ընդունում էին, իրենց սիրում էին, իրենց մարդիկ կային, որ նաև պաշտում էին, թե 90-ականներին, 2000-ականներին, թե համաշխարհային հայտնիություն ունեցող խմբերը, թե հասարակ մարդիկ շատ հաճախ որպես ոգեշնչում, որ ցիտում էին հենց 80-ականները, հենց The Smiths-ը, հենց Joy Division-ը։ Ես չեմ ասում միայն The Smiths-ն ու Joy Division-ն էին, որ ինչ-որ ռիթմ էին տալիս, կային նաև Primal Scream, Happy Mondays, կար The Stone Roses, էլի մանչեսթերյան են այդ բոլոր խմբերը, որոնք որ օրինակ էին ծառայում հետագա խմբերին, թե ինչպես պետք է անել որակյալ երաժշտություն, ինչպես պետք է անել դա սիրով։ Հենց այդ խմբերը իրենք օրինակ էին, որ հնարավոր է ինչ-որ մի բան անել, նույնիսկ եթե քո երկրում սոցիալական, քաղաքական, ֆինանսական, հոգեբանական ինչ-որ մեծ խնդիրներ կան, եթե դու դա սիրում ես անել, արդեն կան օրինակներ եւ դու կարող ես ինչ-որ մի բան քաղել դրանից։ Ու կապ չունի դու որ երկրում ես ապրում, կապ չունի։ Իսկ այդ քո ասած խմբերը իրենց արձագանքը առաջինը ստացան Եվրոպայում, թե Ամերիկայում, ու ոնց ստացվեց, որ միջազգային արձագանք ստացավ այդ երևույթը։ Բնականաբար ամենասկզբից Եվրոպայում իրենք սկսեցին առաջ գնալ, քանի որ մոտիկ էր, հեշտ էր ավելի այդտեղ գնալ, հա, շատ մեծ գումար չէին ծախսում ճանապարհածախսի վրա։ Եվրոպայում էլ ինչ որ շարժումներ կային, ինչ որ լճացում կար, որից ուզում էին ազատվել առաջադեմ մարդիկ։ Հետո արդեն փորձեցին ցույց տալ իրենց տաղանդը, իրենց մտածելակերպը, իրենց ասելիքը Ամերիկայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում շատ մեծ համերգներ էին տալիս։ Խորհրդային միությունը բնականաբար փակ էր նաև այդ խմբերի համար, չէ՞։ Բացառություններ այդ շրջանից եղել են։ Չեն եղել, որքան որ ես գիտեմ, սովետական միության ոչ մի երկրում Անգլիայից ոչ մի խումբ չէր համերգ տվել, բայց ազդեցություն միանշանակ կար, որովհետև սովետական խմբերը ինչ որ թաքուն լսում էին այդ խմբերը եւ ես կարող եմ հստակ ասել մի քանի խումբ 80-ականներից հենց սովետական, որոնք որ երաժշտական առումով, կերպարների առումով, մտածելակերպի առումով շատ նման էին Մանչեսթերյան եւ ոչ միայն Մանչեսթերյան, կային նաեւ Լոնդոնից շատ լավ խմբեր, դուրս եկավ U2-ն օրինակ, որոնք որ իռլանդացիներ էին, դուրս եկավ Depeche Mode-ը, Մանչեսթերից չէին եւ սովետական խմբերի վրա մեծ ազդեցություն թողեցին իրենք։ Իսկ վերջ-վերջը այդ ֆենոմենը, այդ շարժումը, որ սկսվել էր, որի մասին որ դու պատմեցիր, ինչ ճակատագրի արժանացավ հետագայում, որովհետև հիմա 3-11-ից ավել ժամանակ է անցել
ու նման մեծ արձագանք ստացած ֆենոմենը ու երևույթը բնականաբար ինչ-որ իր ազդեցությունն է թողել, ինձ հետաքրքիր է ինչպես է այն ավարտվել կամ ինչ զարգացում է ստացել։ Բնականաբար մեծ պիկից հետո, հա, որին հասավ օրինակ Factory Records-ը կամ Creation Records-ը, որոշ պատճառներով, Factory Records-ի պատմությունը մի քիչ դժվար էր իրենց համար, որտեղ իրենք լիքը փող էին աշխատում, բայց ծախսում էին Hacienda-ի վրա եւ թմրանյութերի վրա։ Նաև փարթիների վրա, աղջիկների վրա, իրենց ամբողջ հասույթը կորում էր ինչ-որ միտեղ, իրենց մոտ խնդիրներ առաջացան հենց գումարային, տարածքային եւ այլն, եւ վերջի Factory Records-ը 90-ականների սկզբերին վաճառվեց։ Դրանից հետո արդեն այդ independent label-ները իրենք ավելի շատ սկսում էին աշխատել հենց մեծ major label-ների հետ, indie երևույթը ավելի քիչ նշանակություն ուներ, այսինքն indie-ն ամենասկզբից անկախ բաներ, բայց հիմա արդեն իրենք կախված էին ինչ-որ բաներից եւ շատ քիչ label-ներ կան հիմա, որոնք որ իրականում չեն աշխատում major label-ների հետ։ Մի կողմից շատ լավ է, որովհետեւ գումարներ են ներդրվում, լավ ստուդիաներ, հետեւաբար ձայնագրության լավ որակ, բայց մյուս կողմից դա շատ վատ է, քանի որ այդ ոգին էլ չկա, տրամադրությունը էլ չկա, որ դու ամեն ինչ անում ես ինքնուրույն, քեզ համար որոշում են։ Հիմա կան indie խմբեր, որոնք որ անում են ամեն ինչ ինքնուրույն, full time աշխատում են ինչ-որ ուրիշ միտեղ եւ ձայնագրվում են միայն ազատ ժամանակ, բայց անում են դա որակյալ, կարող է դա անում են 5 տարին մեկ, բայց անում են դա շատ լավ։ Փորձենք գալ արդեն հայաստանյան ժամանակակից իրականություն։ Մի այսպեսի հարց տամ, ինչ ես կարծում, արդյոք հնարավոր է, որ Հայաստանում ինչ-որ մի տաղանդավոր երաժիշտ կարողանա իր ստեղծածի, իր ստեղծագործությունների արձագանքը գտնի միջազգային հարթակում ու որքան իրատեսական կլինի մնալ Հայաստանում ու հենց Հայաստանում շարունակել իր գործունեությունը։ Ինձ թվում է, որ դա հնարավոր է անել։ Ամեն դեպքում Հայաստանը այդ առումով մի քիչ հետ է ընկած, մոտ մի 50 տարի, որովհետև բացի երաժշտի լավ լինելուց կա նաև Հայաստանում մտածելակերպ, երաժշտությանը մի քիչ ավելի թեթև վերաբերմունք, սոցիալական կայքերը, ինչ-որ fundraising կայքերը, ինչ-որ երաժշտական կայքերը, որտեղ դու կարող ես տեղադրել քո երաժշտությունը, ավելի մեծ հնարավորություններ են բացել երաժիշտների համար տարբեր երկրներից, ոչ միայն Հայաստանից, եւ եթե դու իսկականից տաղանդավոր ես, եթե դու իսկականից ինչ-որ նոր ասելիք ունես, ամենակարևորը որ երաժիշտն էլ վերաբերվի այդ ամեն ինչին այնպես, ինչպես վերաբերվում են ուրիշ երկրներում, Հայաստանի մասին է խոսքը, որովհետև Հայաստանում խմբերը շատ հաճախ մտածում են, որ մի քանի երգ կփորձեն ինչ-որ փորձատեղում, կգնան ինչ-որ մի կլուբում կնվագեն, դրանից հետո իրենց կգտնի ինչ-որ մեկը, կտանի ամբողջ աշխարհով տուր անելու, ալբոմներ կձայնագրեն եւ այլն։ Դա այդպես չի, պետք է աշխատել, դա ամեն մի երաժիշտ պետք է հասկանա, եթե ինքը ուզում է դրանով ապրել, ուզում է դրանով փող աշխատել, ուզում է իր կյանքը նվիրել դրան, ուրեմն կողմնակի ոչ մի բանով չպետք է զբաղվի։ Օրինակ Հայաստանում համերգների չգնալու մշակույթը կամ համերգների գնալու մշակույթի բացակայությունը կարծում եմ նաև շատ է կապված Երևանում ստացված կենտրոնացած լինելու վրա, այսինքն կա մեծ պոլարիզացիա ու այդ պոլարիզացիան հիմնականում կապված է նրա հետ, որ ինդի ռոք երաժշտությունը նվագում են փաբային տարածքներում ու այդ փաբային տարածքներից դուրս երաժշտությունը գալիս է միայն ինչ-որ փառատոների ժամանակ ու բնականաբար հնարավոր չէ գումար վաստակել Հայաստանում տարբեր քաղաքներով կամ գյուղերով շրջագայության միջոցով։ Երևի թե ամենակարևորը որ ժամանակ անցնի, մտածելակերպ փոխվի որոշ առումով ու նոր սերնդի Ես կարծում եմ, որ փոխվի, որովհետև ինչ որ աճ կա, տենդենս կա, որ երիտասարդ մարդիկ իրենք ավելի առաջադեմ են, ավելի մեծ հնարավորություններ ունեն, իրենք ավելի շատ բան են լսում, ավելի շատ բան են տեսնում, ավելի շատ բաներով կարող են կիսվել իրենց ընկերների հետ, ինչպես նաև մտածելակերպով, ոչ միայն երաժշտություն կամ չգիտեմ գրքեր կամ վիդեոներ, կինոներ, ընդհանուր տրամադրությունը շատ ավելի լավն է, քան 5, 6, 7 տարի առաջ։ Օրինակ դու խումբ ես ունեցել ու ինձ այսպեսի հարց է հետաքրքրում, ինչ դժվարությունների ես դու հանդիպել քո երաժշտությունը ինչ-որ մի հարթակում ներկայացնելու, արդյոք Հայաստանում կա ինչ-որ ազատ ստեղծագործողի համար հարթակ, ազատ տարածք, որտեղ որ ամեն մեկը
կկարողանա գալ ու իր ստեղծագործությունները ցույց տալ, կլինի հիմնված ոչ թե գումարի վրա, գումար աշխատելու, ցույց տալու ու publicity ապահովելու վրա։ Մեր խումբը դժվարություններ ունեցել է, քանի որ մենք այն ժամանակ չէինք աշխատում ոչ մեկս, եւ մենք շատ քիչ բան գիտեինք, թե ընդհանրապես ոնց էր դա պետք անել, մենք ստեղծեցինք նոր այդ ժամանակ սովորում էինք ինչ որ բաներ անել։ Հարթակների վերաբերյալ ես կարող եմ ասել, որ հարթակի մեջ չի հարցը ցանկության մեջ է։ Եթե դու ուզում ես ինչ որ մի նոր բան անել, եթե դու վստահ ես քո ուժերի մեջ, ինչ որ մի մարդ, որը որ քո հետ համամիտ է, կամ ինչ որ մի տեղ, որը որ շատ հնարավոր է որ իրականում չի զբաղվում, այդպիսի բաներով, բայց կուզենա կամ կփորձի, առաջին անգամ ինչ որ մի բան իրար հետ կարող եք անել։ Մենք դեռ մի քիչ կանգնած ենք, շատ դանդաղ ենք շարժվում, բայց հուսով եմ, որ կունենանք կայուն շարժ դեպի այն մակարդակը, որ եղել է Անգլիայում օրինակ 60-ականների, 70-ականների վերջ։ Լավ, իսկ ո՞րն է լավ երաժշտությունը։ Լավ երաժշտությունը այն երաժշտությունն է, որը ստեղծված է սիրով, հարգանքով process-ին, ինչ որ message ունի, կարևոր, կարա լինի սոցիալական, կարա լինի անձնական, ինչ որ մի բանի կպնի, որովհետև ես չեմ սիրում բաժանել երաժշտությունը։ Ինչ ամփոփենք, շնորհակալություն Արտուր, որ եկար ու հյուրընկալվեցիր մեր մոտ։ Մերսի ձեզ երեխեք, շատ դուր եկավ մեր խոսակցությունը, ձեր կենացը։ Ինչպես տեսնում եք, մեր բուտկի դուռը բաց է բոլորի առջև, կապ չունի, մենք ծանոթ ենք, թե ծանոթ չենք։ Եթե ցանկություն ունեք մեր հետ ինչ-որ մի թեմա քննարկել, խնդրեմ կապվեք մեզ հետ, կկազմակերպենք ու կգաք կհյուրընկալենք ձեզ։ Ինչ։ Ինչ լավ է խոսում։ Սինք ենք արել սեթինգներս։ Ց, մերսի մեզ լսելու համար։ Մինչ նոր ոդքասթ։ Ձեզ հետ էին Սամսը, Ջինը ու Արթուրը։